երկրորդ կեսի հայ երաժշտական մշակույթի մեջ եւ որպես անվանի ստեղծագործող եւ որպես մանկավար իր անուրանալի վաստակն ունեցող անհատ է Ղազարոս Սարյանը։ Եվ իր ծանրակշիռ վաստակի համեմատ մեզ համար ուրույն կերպով են արժևորվում նրա խոսքը, խոհերը մեր երաժշտական իրականության մասին։ Այսօր մեր խնդրանքով ձեզ հետ զրուցում է կոմպոզիտոր, պետական մրցանակների դափնեկիր, Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Ղազարոս Սարյանը։ Օրերս հավաքվել ենք մի քանի երաժիշտներ եւ խոսում ենք երաժշտության ասպարեզում մեզ հուզող հարցերի շուրջ։ Պետք է ասեմ, որ իհարկե հանգամանքներ կան, որ մեզ շատ են հուզում։ Մենք ունեցել ենք չտեսնված հարուստ երաժշտական անցյալ, որը գալիս է դարերի խորքից։ Մեր երաժշտությունը ծաղկունք ապրեց սկսած 19-րդ դարի վերջից, նոր ծաղկունք ավելի շուտ, 20-րդ դարի սկիզբը եւ մինչեւ վերջի ժամանակներս շարունակվում է այդ երաժշտության ընթացքը հետաքրքիր։ Պետք է ասեմ, որ հայ երաժշտության բազմաթիվ նմուշներ գրավեցին միջազգային ասպարեզում ուշադրությունը երաժշտասերների եւ երաժշտության գնահատողների։ Ես չեմ ուզում անվանել մեր կոմպոզիտորներին, որոնք շատ բան արեցին այդ ասպարեզում։ Ուզում եմ ասել հետեւյալը, որ մենք հիմա էլ ունենք շատ տաղանդավոր կոմպոզիտորներ, որոնք շարունակում են այդ երթը եւ նրանց ստեղծագործությունները կատարվում են մի շարք երկրներում եւ հետաքրքրություն են առաջ բերում եւ երաժշտասերների շրջաններում եւ երաժշտագետների շրջաններում, այնպես որ կարծես թե լավ է ընթանում գործը, բայց դրա հետ մեկտեղ պետք է ասեմ, որ մեր երիտասարդ սերունդը բավականի մտահոգված է, որտեղ այնպես չի, ինչպես առաջներում, երբ նրանց ստեղծագործությունները հեշտությամբ, անկաշկանդ կատարվում էին զանազան բեմահարտակներում, հասնում էին երաժշտասերներին եւ հարստացնում էին վերջ-վերջով մեր ժողովրդի ոգևոր կյանքը։ Դժվարությունները շատ են, բայց կարծում եմ, որ դրանք ժամանակավոր են։ Մենք սովորենք ժամանակավոր դժվարություններ հաղթահարելու։ Բազում տարիներ հաղթահարել ենք այդ դժվարությունները եւ կուզենանք շուտ անցնել այդ ստադիան, այդ ոլորտը, որպեսզի այլևս չասենք ժամանակավոր դժվարությունների մասին, այլ կարողանանք ամեն ինչ անել, որպեսզի մեր երաժշտությունը հասնի ամենաբարձր պահանջներ ներկայացնող ունկնդրին բազմաթիվ բեմահարտակներում լինի դա հասկանում եք Երևանում, Մոսկվայում, Նյու Յորքում, Փարիզում, Լոնդոնում, ամենտեղ մենք հնարավորություն ունենք ցուցադրելու մեր երաժշտության ինքնուրույնությունը, ինքնատիպությունը, այդ երաժշտությունը մեր եւ հոգեվոր, եւ ժողովրդական, եւ պրոֆեսիոնալ երաժշտությունը ունի բազմաթիվ հարուստ եւ հետաքրքիր կողմեր, եւ մենք կարող ենք ներկայանալ աշխարհին այդ երաժշտությամբ, եւ մեզ կարող են ճանաչել շատ ավելի, քան հիմա դա տեղի ունի։ Բայց կան հանգամանքներ, որ մեզ մի քիչ վախեցնում են։ Վերջի ժամանակները միջև անգամ մեր ռադիոյով եւ հեռուստատեսությամբ հնչում են բավականի ցածրարժեք գործեր, երգեր, որոնք համարյա թե ոչինչ իրենցից չեն ներկայացնում։
Եվ պատկերացրեք, որ ես ներկայ եմ եղել այնպիսի դահլիճներում, որտեղ հնչել են այդ երգերը, որոնք մի օրվա թիթեռի, այսպես ասած, կյանք ունեն, եւ նրանք իհարկե չեն կարող նպաստել մեր հոգեվոր երաժշտության, մեր ժողովրդի հոգեվոր կյանքի հարստացմանը, չեն կարող, բայց նրանք աղբացնում են եւ շեղում են ուշադրությունը, իհարկե հեշտ բան չի լուրջ երաժշտություն լսելը, հասկանալը, բայց չէ որ երաժշտությունը դա մի այնպիսի ասպարեզ է, այնպիսի մի աշխարհ, որը ոչ մի անալոգ չունի ուրիշ, այսպես ասած, մշակույթի կողմերի հետ, ոչ մի։ Մենք օրինակ խոսքով կարող ենք ասենք լիրիկական երաժշտություն, մի քանի խոսքով կարող ենք նկարագրել այս կամ այն կողմը լիրիկական երաժշտության, բայց չէ որ երաժշտության մեջ այնպիսի հարուստ երանգներ կան, որոնք երբեք չեն կարող խոսքով արտահայտվել։ Երաժշտությունը դա մի անհուն աշխարհ է, եւ այդ աշխարհը, երբ դարձնում ենք ժողովրդական սեփականությունը, նշանակում է երաժիշտները կատարում են իրենց դերը։ Ես այստեղ կուզենայի մի քանի խոսք ասել, որ մենք ունենք շատ տաղանդավոր կատարողներ երաժշտության ասպարեզում, նրանցից շատերը հիմա այստեղ չեն, շատ ափսոս, նրանք բազմաթիվ երկրներում շատ մեծ հաջողությամբ ելույթներ են ունենում, երգում են եւ օպերայում, եւ բեմահարթակներում, կոնցերտային պատիվ են բերում հայ ժողովրդին, հիշենք մի քանի ազգանուններ, Գեգամ Գրիգորյան, Բարսեղ Թումանյան, Արաքս Դավթյան, Հասմիկ Պապյան եւ այլն կան բազմաթիվ երգիչներ եւ կան ոչ այնքան էլ արդեն հայտնի, դեռ հայտնի ազգանուններ, որոնք հիմա օրինակ աշխատում են Գերմանիայում, Ամերիկայում եւ ուրիշ երկրներում եւ նրանք զարմանք են պատճառում ունկնդրին, թե ինչպես այս փոքրիկ հայ ժողովուրդը կարողանում է այսպիսի հիանալի երգիչներ պատրաստել եւ պետք է ասեմ, որ մենք հիմա էլ ունենք շատ մեծ քանակությամբ հիանալի երգիչներ։ Մենակ հարկավոր է, որ նրանք ասպարեզ ունենան։ Ուրեմն պետք է կարգավորվի եւ մեր հանրապետության համերգային կյանքը եւ հնարավորություն ունենանք, որպեսզի նրանք ասպարեզ դուրս կան։ Առաջ երբ Հայաստանը մտնում էր սովետական միության մեջ, այդ process-ը տեղի էր ունենում բավականի, այսպես ասած, անկաշկանդ, որովհետև ես հիշում եմ բազմաթիվ դեպքեր, երբ հայ երաժշտության ֆեստիվալները տեղի էին ունենում, սկսած Կուրիլյան կղզիներից, էլ արդեն չեմ ասում Ռուսաստանի բազմաթիվ քաղաքներում, Ուկրաինայում, Բելարուսիայում, Վրաստանում, Լիտվայում, Լատվիայում, նու ամենտեղ։ Ուրեմն պետք է մենք հիմա աշխատենք, որպեսզի այդ ընթացքը շարունակվի։ Ճիշտ է, տեղի են ունենում ժամանակ առ ժամանակ հայ երաժշտության կուլտուրայի օրեր, վերջերս այդ իրադարձությունը տեղի ունեցավ Վրաստանում, որտեղ մեր կուլտուրայի ներկայացուցիչները շատ մեծ հաջողությամբ ներկայացրին մեր երաժշտությունը Վրաստանում։ Պատրաստվում է այդպիսի մի իրադարձություն Մոսկվայում։ Եթե չեմ սխալվում, արդեն սկսվել է եւ կշարունակվի աշնանը Ֆրանսիայում։ Բազմաթիվ մեր կատարողների եւ խմբերի ելույթները Ֆրանսիայում։ Դա շատ, այսպես ասած, ուրախալի երևույթ է։ Մենք պետք է աշխատենք աշխարհին ներկայացնել մեր երաժշտությունը։ Ես կրկնվում եմ եւ մեր հոգեվոր երաժշտությունը եւ ժողովրդականը եւ պրոֆեսիոնալ ստեղծագործությունները, այդ թվում
Ես երկերի մասին որ խոսեցի, բոլորովին ի նկատի չունեմ, որ միայն վատ երկեր են, այսպես ասած, ստեղծվում եւ տարածվում, բայց նրանք ուղղակի պետք է այնպեսի պայմաններ ստեղծվեն, որպեսզի այդ վատ երկերը, այդ անհաջող երկերը չաղբացնեն մեր ժողովրդի ականջները նրանց ներքնաշխարհը։